Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի շատ տարօրինակ հայտարարություն է տարածել։ Նա սոցցանցի իր էջում հայատառ գրառում է արել, տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ֆրանսիայի նախագահը իմաստնավորի հայտնել է, որ հայտնել է Ֆրանսիայի համերաշխությունն ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։ Թե ովքեր են ապակայունացնում Հայաստանի ժողովրդավարությունը, Ֆրանսիայի նախագահը չի նշել, սակայն ավելի զարմանալի է, թե ինչ ժողովրդավարությունից է նա խոսում, երբ շինծ ու քրեական գործերով երկու arczepiskopos է կալանավորվում։ Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը վաղուց համոզվել է, որ Եվրոպան ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի։ Դե մենք արդեն այս 7 տարվա մեջ համոզվել ենք, որ ժողովրդավարության հետ Եվրոպան եւ եվրոպական կառույցները արևմուտքը որևէ կապ չունի, ասենք ժողովրդավարությունը եթե իրենց համար ձեռնտու գործիչներ են, իդեպ սա հիշեցնում է ինձ կենտրոնական Աֆրիկայի պատմությունը, որ ժամանակին մի բան ունեին, ղեկավար ունեին, որը նույնիսկ մարդակեր էր այդ ղեկավարը, բայց Ֆրանսիայի դրածոն էր ու երբ որ այնտեղ հեղափոխություն եղավ, հենց Ֆրանսիան էլ ապաստան տվեց։ Մեզ համար նորություն չի Ֆրանսիայի այսպիսի վարքը, նախ հիշենք, որ Կիլիկյան հենց 37 թվականին Աթաթուրքի ու Ֆրանսիայի հետ գաղտնի համաձայնության միջոցով բան եղավ, հայաթափվեց, իսկ հիմա էլ ժողովրդավարության անվան տակ աստորեն նորից շարունակում են այս ահաբեկիչ իշխանություններին պահել։ Իրավապաշտպանն ընդգծում է, որ Փաշինյանն այսօր Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի գաղափարին հակառակ է գործում։ Ընդ որում ինչն է հետաքրքիր, որ Մակրոնը երբ որ ազգային հերոս Միսակ Մանուշյանին ուղարկավորում էին Պանթեոնում, Փարիզի Պանթեոնում վերահողարկավորում էին, Նիկոլ Փաշինյանը մեկնել էր այնտեղ ու փաստորեն հարգանքի տույք էր մատուցել մի մարդու, որը դիմադրել էր ֆաշիզմի, սպանել էր 150 նացիստ, 600 հոգու վիրավորել էր եւ ընդհանուր առմամբ 57 հարձակում էին իրականացրել ֆաշիստների դեմ։ Ու հիմա փաստորեն այս թե Մակրոնը, թե Նիկոլ Փաշինյանը խոնարհվել էին այդ գաղափարի առաջ, որ եթե իշխանությունը կեղեքում է ժողովրդին, ապա նրանք ունեն ապստամբելու իրավունք, ու փաստորեն Նիկոլ Փաշինյանը, որը ոչ թե Հայաստանի վարչապետ, այլ հանցավոր խմբի ղեկավար, քանի որ չի գործում ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության, այլ գործում է ըստ հանցավոր խաղի կանոնների, փաստորեն նրանք էլ հիմա ձերբակալում են այն մարդկանց, որոնք նույնացվում են եւ ասոցացվում են Միսակ Մանուշյանի հետ, որովհետեւ դիմադրում են Հայաստանի ֆաշիստական ու ապօրինի ահաբեկիչ իշխանությանը։